սերը դե։ Էդի ես շատ փուճուր եմ եղել, ես որ պարկացել եմ, որ ման չէի գալիս, պատերի նկարում ու ձեներ էի անում, երգում էի։ Հետո ես սկսեցի կանգնել, սկսեցի պարելը ու երգելը նկարելը։ Հետո առաջին դասարանում ես 22-30 հաղորդում տեսա։ Արմեն Հովհաննիսյանն էր տանում, ամեն կիրակի 10:30 on the Beatles, Louis Armstrong, Ella Fitzgerald, այդ տարիքում արդեն նանա գիտարան գլխումս կար։ Ու ամիջի մասին տեղյակ էի ու սենց սիրարվեցի, որ Black Sabbath տեսա, հեռուստացույցով ժամանակ ցույց տվեց, պարանոին էին նվագում։ Ես պիրամիդա էի դարել իրացպես։ Ու տենց սիրարվեցի։ Ու երազներում տես բաներ էի տերում, որ ես կնվագեմ, գիտար կնվագեմ։ Երևանում արդեն 10 տարի է նվագում եմ։ Իսկ ամբողջ աշխարհում երևի 20 տարեկանից։ Իսկ որտեղ եք նվագել։ Մոսկվայում, Պիտերում, Վորոնեժում, այդ երեք քաղաքում։ Բացի այստեղից ակումբներում կամ խաղերում նվագում եք։ Շատ կուզեի նվագել, դեռ չի ստացվում, խումբ չկա։ Խումբ պիտի հավաքեմ դրա համար, իսկ խմբերը սա զբաղված են։ Բայց ծրագիր ունեք հավաքելու չեք անում։ Երաժշտություն ունեմ, իհարկե, ինտերնետում կա իմ երաժշտությունները, ահագին, մի վաղտ։ Իսկ խումբ հավաքելը սա հիմա կոմերցիայի հետևից են ընկնում, տեղ չունեմ, ընդեղ ոսկի տեղ չկա, ես էլ ստեղ դրսում եմ նվագում, ես երաժիշտ եմ, ես պիտի նվագեմ։ Կրթություն ունեք երաժշտություն։ Կիսատ, ջազ կոլեջում, Երևանում ջազ կոլեջում եմ սովորել։ Երկու անգամ եմ ընդունվել, առաջին անգամ ընդունվել եմ, սովորել եմ, 2 տարի սովորել եմ, հետո սիրահարվել եմ, հետո չեմ սովորել, հետո երկրորդ անգամ եմ ընդունվել, տարու կես եմ սովորել, հետո բանակ եմ գնացել, հետո որ մտածեցի այդ ջազ կոլեջում երևի ես չէի սովորում, ես որ ճիշտ ասեմ դրսում եմ շատ սովորել ու գրականություններ եմ բացել, իհարկե նոտաներ գիտեմ, ցիֆրովկա էլ գիտեմ, խնդիրներ գիտեմ։ Ինչ միջադեպեր են տեղի ունեցել վատ։ Ես դրանց մասին չեմ խոսելու, սա Երևանը գիտի համ լավի մասին, համ վատի մասին, համ վատի մասին, համ լավի մասին։ Լավ միջադեպ կարող եք հիշել։ Լավը։ Այն որ ես Սիսիայի պողոտայով նվագում եմ, մարդիկ ուրախանում էին։ Ես մենակ երաժշտությամբ եմ զբաղվում։ Տեսա որ ստե նվագում, հետո գնում եմ տուն եմ մի քիչ ժամ նվագում։ Այսինքն տունը ես գիտեք ոնց եմ նվագում, կինո եմ նայում, как հնչյուն եմ տալիս կինոյի։ Սաղի մեջ է, իմ սաղ Երևան քաղաքը, մարդիկ, երկինքը, ծիտ, ավտոբուս, ոստիկանի գալկային ձեր, շտապ օգնության ձեր։ Ոնց սկսվեց, որ նվագեցիք փողոցում։ Դե եւ որ Մոսկվայում էի, իմ բանով էի, իմ նախասիրությամբ եմ ընտրել, որ դրսում նվագել, չնայած ընդ ակումբներում նվագում էի։ Իսկ Երևանում պրոբլեմ եղավ, ես նկատի ունեի, ես կգամ ակումբներում կնվագեմ, բայց որ ակումբներում պրոբլեմ է նվագելը, խմբի հարցը, հետո խումբ ստեղծելու հարցը, մարդկանց հետ ճաշակի տեսակետից այդ մոմենտներն կա։ Ես մտածեցի, լավ ես նվագեմ, մեկը հանկարծ մեկը հասկանա, թե ես ինչ եմ նվագում։ Չէ, ես մի քանի անգամ գնացել եմ, 2 տարի առաջ գնացել եմ, ես վերջերս D-Black Blues խումբ էր եկել, անցած տարի գնացի իրանց հետ session նվագեցի, իսկ session-ներին չեմ վճարում, չնայած մեծ աճիկով եմ գնում, որովհետև այնտեղ մարդիկ են գալիս այլ երկրից, ու իրանց հետ հետաքրքիր է նվագել։ Այդ մի անգամ ա եղել, հետո գնացել եմ այս ստոպ ակումբում եմ նվագել այնտեղ session-ներին,
Անաս բարեգործական եմ։ Դե նա սեշնները վճարվում են, բայց ես չեմ վճարել։ Չգիտեմ։ Հայկական խայսատ է երևի։ Չեք պահանջում։ Ես չգիտեմ դաժե տեղյակ չեմ դրա մասին։ Իսկ ծրագրեր ունեք Երևանից նորից մեկնելու։ Չէ, ծրագիր պիտի մնամ, ստե տուն ունեմ, պիտի տունը կամ պիտի տունը կանաչի կամ է տունը պիտի չորանա։